Պատերազմը տարել է մեզնից 18+ տղաների եւ հիմա բանակ գնացող երկու տղա փաստորեն կամ պիտի ինստիտուտ գնան կամ ծառայության կամ էլ բանդ ամենայն դեպս այն իրավիճակը, որը Սուրբաննայի բակում տեղի է ունեցել, թելադրում է քննչական համակարգում այդ գործողությունների տրամաբանությունը։ Ինչ եք կարծում, կգտնվեն ամեն դեպքում բարեխիղճ մարդիկ, ովքեր Երջանկահիշատակ Արմենը ասում էր, սրան տարեք, որ մարդ չմեռնի։ Նիկոլ Փաշինյանը ֆոբիա ունի 18 տարեկան երեխեքի հանդեպ, ու սա հերթական դրա ապացույցն է, որ այս ճակատագիրը խեղվում է, այս երեխու ճակատագիրը խեղվում է իր կամահաճույքի համար։ Այսինքն, եթե եկեղեցին լիքն է, դու հրելով մտնում ես ներս, երեխեքը կանգնած են հանգիստ, դու հրում ես, քո ախրանիկները հրահրում են միջադեպ։ Երբ որ ինքը դուրս է գալի քարոզարշավի, իր ախորը տանում է լցում առաջ, այդ օրը հանգիստ առանց միջադեպի անցնում է։ Բայց երբ որ չկանխատեսված դուրս է գալիս, անպայման մի հատ միջադեպ լինում է։ Դա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ ժողովուրդը քեզ ատում է, Նիկոլ, ռադդ քաշի գնա։ Չգիտեմ ինչ ասել։